Անցնող շաբաթվա ընթացքում Հայաստանի քաղաքական ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչները կրկին աչքի ընկան իրար հաջորդող նույնանման հայտարարություններով։ Քաղաքական դաշտում դրանք համարում են Հայաստանի շահերի հետ չխոսող հայտարարություններ։ Ես չեմ կասկածում, որ տրիպի 74%-ի այս հարաբերակցությունը նշանակում էր, որ բավական լուրջ նաև հետախուզական կենտրոն էր դառնալու Իրանի դեմ աշխատելու ուղղությամբ։ Մենք պետք է լինենք միութենական կազմում։ 100 տարի առաջ ոնց որ եղել է խորհրդային միությունը 2-3 միլիոն բնակիչ ունեցողները մտմտել խոսում են մենք ենք, մենք sense կանենք, մենք մեր իշխանությունը, ինքնիշխանությունը, աշխարհին պարտք չի կարելի, ամոթ է, մի խոսքով փիս ամոթ է։ Առաջիկա ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած ու արդեն վարչապետի թեկնածու առաջադրած Լևոն Տեր-Պետրոսյանն էլ միայն 3 հայտարարությունով ռուսաստանցի գործարար 3 երկրի քաղաքացին Սավել Կարապետյանի շուրջ աջակցության ու համախմբման կոչ է արել։ Մեր քաղաքական ընդդիմությունը վերջապես Կիրենկոից ստացել այն մետադիչկան, թե ինչպես պետք է Հայաստանի Հանրապետությանը տերորի ենթարկի, ասելով, որ Հայաստանի Հանրապետությունը այլևս ճար չունի եւ պետք է մտնի Ռուսաստանի կամ միութենական պետության կազմի մեջ։ Դատելով, որ Լևոն Տեր-Պետրոսյանով, Ռոբերտ Քոչարյանով, Սամվել Կարապետյանով եւ բոլոր հարակից այս ֆիգուրներով բոլորը նույն հոսանքն են սպասարկում Հայաստանը վերադարձնել ռուսական հպատակության, ես կարող եմ ինձ թույլ տալ գնահատողական դատողություն եւ եզրակացություն անել, որ նրանց ասում են ինչ անեն։ Ըստ բանախոսների, ընդդիմադիր շրջանակների հյուսիսից եկած հստակ նարատիվները դաշտ են նետվում հայ հասարակությանը մոլորեցնելու համար։ Վերջապես ընդդիմությունը բաց տեքստով խոսում է այն մասին, թե ինչ է անելու Հայաստանի հետ սպասվող խորհրդարանական ընտրությունների ավարտից հետո, ասում են նրանք։ Տարիներ շարունակ գոռում էինք, որ ընդդիմության այս ներկայացուցիչները հստակ քաղաքական ծրագիր ունեն Հայաստանի Հանրապետությունը ծայրագավառ սարքելու, դուրս էին գալիս ասում էին անկախությունը սակարկելի արժեք չէ եւ հետեւից նույն նարատիվներն էին կրկնում, ինչը որ կրկնում էր հյուսիսի մեր բարեկամ պետությունում, որ իրենք անգամ փոքր են, որ ոչինչ չեն կարող անել այս աշխարհում, գոյություն չեն կարող ունենալ որպես անհատ եւ նրանց պետք են երաշխավորներ եւ փրկիչներ եւ դրա համար էլ նրանք կարողանում են այդ փրկությունը գտնել միայն մեկ կենտրոնի մեջ։ Բավական լուրջ պայքար կա ներքին դաշտում քաղաքական ուժերի միջև, այն քաղաքական ուժերի միջև, որոնք Ռուսաստանին են նվիրված, Ռուսաստանի կողմից իրենց աջակցության ծավալը ավելացնելու կամ Սամվել Կարապետյանի շուրջը լինելու համար, քանի որ ենթադրվում է, որ մոտակա ժամանակներում Սամվել Կարապետյանի քաղաքական ուժը կլինի հիմնական Ռուսաստանի հիմնական հիմքը Հայաստանի Հանրապետությունում, քաղաքական դաշտում Հայաստանի Հանրապետության, այնպես որ Սամվել Կարապետյանի կողքը լինելը նշանակում է օգտվել Ռուսաստանի ռեսուրսներից, նշանակում է կապեր ունենալ Ռուսաստանի հետ, նշանակում է հեղինակության հարցում հույս դնել Ռուսաստանի աջակցության վրա։ Քաղաքական դիսկուրսներն այժմ ընդդիմության մեջ բաժանված են, ասում են քաղաքասարակության ներկայացուցիչները։ Ըստ Ստյոպա Սաֆարյանի, ընդդիմության միավորման ահազանգող գործառույթն այժմ Լևոն Տեր-Պետրոսյանի ձեռքում է։ Նախընտրական ժամանակում նրանցից ամեն մեկը փորձում է պաշտպանել այլ երկրի շահը, կախված անձնական ու այլ նկրտումներից։ Այս իմաստով Վիտալի Բալասանյանի արված հայտարարությունն էլ ամբողջությամբ տեղավորվում է նույն քաղաքական ուժերի գաղափարների շրջանակում։ Հայաստանը միութենական կազմում տեսնելու ցանկության մասին 2021-ին խոսում էր նաև Ռոբերտ Քոչարյանը, 2025-ի ապրիլին Վարդան Ղուկասյանը։ Ի վերջո դուք կողմ եք, թե ոչ միութենական պետությանը։ Կողմ եմ։ Բելարուսի սկզբունքով։ Ավելի մեծ միավորում տեղավորվելու միգուցե կարիք ունենք։ Հիմա Ռոբերտ Քոչարյանը, Տեր-Պետրոսյանն ու Վիտալի Բալասանյանը քննադատում ու քննարկում են Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման նախագիծը, հայտարարելով այն պետք է լինի Ռուսաստանի երաշխավորմամբ։ Իսկ Հայաստանի բնական դաշնակիցները ոչ թե արևմտյան երկրներն են, այլ Ռուսաստանը, Իրանն ու Չինաստանը։ Բանախոսները շեշտում են, Թրիփի հետախուզական լինելու վերաբերյալ ցանկացած տեղեկություն իրականությանը չի համապատասխանում, բայց նման հայտարարությունների տակ թաքնված նպատակը մեկն է։ Բոլոր ուժերը 2 տարի առաջ ասում էին նոյեմբերի 9-ին այլընտրանք չկա, պետք է վերադառնանք նոյեմբերի 9-ի պայմանագրին։ Այդ նույն ուժերը այսօր էլ ավելացված նորալուկ, նոր ծնված նրանց ելուստները խոսում են Թրիփի Ամերիկայի կապիտալի, Ռուսաստանի կամ Չինաստանի կամ Իրանի երաշխավորության մասին։ Նույն ուժերը ուզում են Հայաստանի Հանրապետությունը երբևիցե իրենց տրամաբանության մեջ չի կարող անկախ պետություն լինել եւ այդ անկախությունը
տարբեր կողմերից կախված չպետք է լինի եւ այլ հակառակը պետք է միայն մեկ կենտրոնին հավատարմություն տանք, իսկ մենք ասել ենք, որ բալանսավորված եւ բալանսավորման քաղաքականություն ենք վարում։ Մեկ պահ պատկերացնենք, որ մենք լսեինք ընդդիմության խորհուրդները, այսօր ինչ տեղի կունենար Հայաստանի Հանրապետության հետ եւ այն կենտրոնների բախումը, որ մեր տարածաշրջանում է եւ Մերձավոր Արևելքում, մենք ինչ դերակատարում կունենայինք այդ մասում։ Եվ ես կարծում եմ, որ մեր բալանսավորված քաղաքականությունը լավագույն երաշխավորն է Հայաստանի Հանրապետության անվտանգության։ Այս բոլորով իրար հետ ուրեմն զարգացնում են նաև նրան, որ տրիպը առանց Ռուսաստանի մասնակցության վտանգ է, այս դիսկուրսին միանում է նաև Ռոբերտ Քոչարյանը նրանց հետ նույն դաշտում, որ տրիպում ամենևին ամերիկյան շահեր չեն, ակնարկում է, որ դա հրեական շահեր են, իսրայելի շահեր են, որը ավելի մեծ ռիսկ է ստեղծում տրիպի համար, որովհետև Իրանը հնարավոր է, որ մեզ հարվածի եւ այլ, կամ ես կասեի նույնիսկ ավելին հորդորում են, որ Իրանը հարվածի Հայաստանին, որպեսզի Հայաստանը գլուխը հավաքի։ Բոլորը հանդես են գալիս որպես մեկ ամբողջություն։ Վերջին անգամ համենայն դեպս այս դաշտից միութենական պետության դիսկուրսը զարգացրել էր Վարդան Ղուկասյանը։ Պատահական չի, որ զարգացրել էր եւ նույն ընդդիմությունը Վարդան Ղուկասյանին համարում էր քաղբանտարկյալ, Վարդան Ղուկասյանի մասին անգամ հայտարարություններ անում Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։ Հիմա, քանի որ Վարդան Ղուկասյանը խաղը չի ձգել, այժմ հրապարակ է իջեցվել մեկ այլ անձի, որը սատարում է Սամվել Կարապետյանին, դա Վիտալի Բալասանյանն է, որը գալիս է եւ նորից բացում է այս թեման, որ անունն ինչ կդնեն, ինչ չեն դնի, ճիշտը նա է, որ Հայաստանը մտնի միութենական պետության մեջ։ Եթե չգնահատեինք Իրանի թե ներկա իշխանությունների, թե հնարավոր ապագա իշխանությունների adekvatության աստիճանը, բայց այն ամենը, ինչ տեղի ունենում Հայաստանի եւ Իրանի հարաբերություններում, ցույց է տալիս, որ նման հայտարարությունները ավելի շատ Ռուսաստանին են հետաքրքրում, քան Իրանին, եւ Իրանը շատ պրագմատիկ է, շատ ռեալ քաղաքականության հետևորդ է, Հայաստանի հետ փոխհարաբերություններում առաջին տեղում դնում է իր շահը, ոչ թե էմոցիոնալ մոտեցումները։ Ինչն ու ինչպես Լևոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սամվել Կարապետյանին ու այլ ընդդիմադիր շրջանակներին ստիպեց միավորվել։ Տեր-Պետրոսյանի առաջնորդած ուժի վարչապետի թեկնածուն նշում է, որ ընտրություններին մեկ միասնական ճակատով հանդես գալու շուրջ բանակցությունները ռուսաստանցի միլիարդատեր գործարարի ուժի հետ շարունակվում են։ Պառակտված ընդդիմությանը միավորելու միակ կարող ուժը Սամվել Կարապետյանն է, համոզված է Տեր-Պետրոսյանը։ Ինչու է Տեր-Պետրոսյանը առաջիկա ընտրություններում ունենալով վարչապետի թեկնածու, իդեմս Լևոն Զուրաբյանի, աջակցում Սամվել Կարապետյանին։ Ուղղակի չէին հասցրել, միջև այդ դեռ մետադիչկան չէր եկել։ Հիմա արդեն հրահանգները եկել են եւ պետք է Լևոն Զուրաբյանը մի ձև տեղավորվի Սամվել Կարապետյանի ուժի մեջ։ Սամվել Կարապետյանի ուժն էլ ասում է, ես չեմ ուզում որևիցե այլ հին խաղացողներ գրավեմ, որովհետեւ կպատրվի դիմակս, հասարակությունը կհասկանա, որ ես նախկինների հետ ամբողջությամբ աֆելացված մարդ եմ։ Լևոն Տեր-Պետրոսյանը չի հարգում ինքը իր վարչապետի թեկնածուին, առաջինը դա ասենք, բայց ես չէի ասի, թե նրանք համախմբվել են։ Իրականում նրանք ամենը իր շահն է պաշտպանում, եւ նրանցից ամենը փորձում է ցույց տալ Ռուսաստանին, որ ավելի լավ կարող է պաշտպանել Ռուսաստանի շահը Հայաստանի Հանրապետությունում, եւ որովհետեւ իրենք մի փոքր ավելին ստանան։ Ավելին ասելով պետք է հասկանանք, որ խոսքը ոչ միայն ֆինանսների մասին է, հեղինակության մասին է, ռեսուրսների մասին է, կապերի մասին է եւ այլն։ Ամերիկյան Հանրապետական ինստիտուտի կազմակերպած հարցումները սառցնցուխ էին եւ շատ տհաճնորություն ուրեմն նաեւ ընդդիմության համար, որովհետեւ արձանագրեցին, որ նրանք մեծամասնություն չունեն եւ մեծամասնություն չեն կարող կազմել։ Եվ թեևս սա է պատճառը, որ Լևոն Տեր-Պետրոսյանը զանգահարած սկսեց ահազանգել, որ պետք է միավորվենք Սամվել Կարապետյանի շուրջ եւ այլ։ Մի կողմ եմ թողնում այլ շահերը անձնական, չգիտեմ ինչ բնույթի, որոնք նրան վերջին ամիսներին ստիպում են անմեջ պաշտպանության տակ վերցնել Սամվել Կարապետյանին։ Իսկ ինչու այս պայքարում դեռ չկան Սերժ Սարգսյանի հանրապետական կուսակցությունը, ավելի կոնկրետ վերջիններս պաշտոնական հայտարարությամբ հանդես չեն եկել, արդյոք մասնակցելու են առաջիկա խորհրդարանական ընտրություններին, չեն առաջադրել նաև վարչապետի իրենց թեկնածուին, սակայն որոշ լուրերի համաձայն նախկին ՄԻՊ Արման Թաթոյանն է հենց իրենց թեկնածուն։ Ռոբերտ Ղևոնդյանը կարծում է, հանրապետականները կորցրել են այս պայքարում իրենց դիրքերը, հասկանում են, որ չեն լինելու առաջիկա նոր ձևավորվող խորհրդարանում, այդ պատճառով հանդես չեն գալիս հենց իրենց դեմքով։
Մինչ այդ սակայն Ռոբերտ Քոչարյանը բարձրացնում է գլխավոր հարցը, ըստ էության առաջարկում է ընդդիմության շարքերից ընտրություն նոր ուժի Սամվել Կարապետյանի ու իր միջև։ Եվ հիմնական հարցը, իսկ ով կարող է դա անել։ Մարդ, որը արդեն ապացուցել է, որ կարող է դա անել, ընդունակ է, քաղաքական թիմ, որը ապացուցել է, որ պայքարող է, թե լրիվ նոր մարդիկ, որոնք այդ ցանկությունը ունեն, բայց դեռ չունեն փորձ եւ դեռ որևէ պրակտիկ տեսանկյունից քաղաքական պայքարի մեջ չեն դրսևորվել։ Կառավարող ուժի ներկայացուցիչները ընդգծում են, փաստացի Քոչարյանը եւս մեկ անգամ հաստատում է այն տեղեկությունը, որ ընդդիմությունը միտք ունի խորհրդարանական ընտրություններում գնալ Գյումրիի սցենարով։ Քոչարյանը թեև դեռ պաշտոնապես չի հայտարարել, թե ով է իրենց վարչապետի թեկնածուն, սակայն ակնարկում է, որ հենց ինքն է առաջնորդելու Հայաստան դաշինքն առաջիկա ընտրություններում։ Քոչարյանը նաեւ խոստովանում է, 2021-ի ընտրություններից հետո իր իսկ ձևակերպմամբ ինչ որ չափով մաշացրել են իրենց։ Ինքը բացահայտել է այն հրեշավոր դավադիր պլանը, որն ունեն ընդդիմադիրներն իրար հետ։ Հիմա այդ օրինակը լավագույն օրինակն է, կա ռուսական մատրյոշկա խաղալիքը, որ բացում ես հիմա սկզբում ասեն կարա Անդրանիկ Թևանյանը լինի, բացես մեջից դուրս գա Արման Թաթոյանը, բացես մեջից դուրս գա Արտուր Վանեցյանը, բացես մեջից դուրս գա Գագիկ Ծառուկյանը, բացես մեջից դուրս գա Ռոբերտ Քոչարյանը, բացես մեջից դուրս գա Սամվել Կարապետյանը եւ բացես վերջում մեջից դուրս գա Երևի բոլորս հասկացանք թե ով։ Ռոբերտ Քոչարյանի եւ Սամվել Կարապետյանի միջև կա լուրջ մրցակցություն, որտեղ ակնհայտ է եւ հարցումներն են դա փաստում, որ Ռոբերտ Քոչարյանի տոկոսները, այսպես ասած էլեկտորատին գողացել է Սամվել Կարապետյանի, ասացի այդ կինոյի նոր տղան, գլխավոր հերոսը։ Երկուսն էլ արձանագրեցին, որ նրանք մեծամասնություն չունեն եւ մեծամասնություն չեն կարող կազմել։ Լավագույն դեպքում կարող են խորհրդարանում ունենալ խմբակներ եւ այնուամենայնիվ փորձում են միմյանց պարտադրել, թե ով ում պետք է միանա։ Ուղղակի նրանց տրված է մի ժամանակ, որպեսզի իրենք իրենց ներսում որոշեն, թե ով ում է միանում։ Որովհետեւ 21 թվականին Ռոբերտ Քոչարյանին հաջողվել էր Մոսկվայում ասել, որ հիմնական տեխնացուն ինքն է եւ ոչ թե Սերժ Սարգսյանի թիմը։ Մոսկվան խաղադրույք կատարեց Ռոբերտ Քոչարյանի վրա։ Բայց Մոսկվայում էլ հասկացան, որ Ռոբերտ Քոչարյանը ուղղակի ունակ չէ 20%-ից ավել հավաքել։ Ռուսաստանում իմ աղբյուրները նաեւ հետագայում հաստատեցին դա, շոկ էր եղել, որովհետև Ռոբերտ Քոչարյանի թիմը համապատասխան անձանց ներկայացրել էր, որ իր հաղթանակին 5 րոպե է պակաս։ Նրանց քաղաքական ծրագրերը նույնական են, եթե նույնական են, միավորվեք մի ուժով կմասնակցեք, չեք խաբի այս ժողովրդին։ Այդ դեպքում տեսնեմ ինչքան ձայն եք հավաքելու։ Թե ուղղակի որոշ մարդիկ շատ անտանելի են դարձել, ուղղակի նրանց դեմքը այլևս այս ժողովուրդը չի ուզում տեսնի դրա համար, իրանցից абստրահվում եք, փորձում եք ներկանալ լրիվ անկախուշ, բայց իրականում նույն տաշտակի ելույթներն եք դուք։ Ըստ բանախոսների, ընդդիմադիրների հայտարարությունները ազդում են նաև ընդդիմադիր տրամադրություններով ընտրազանգվածի հոգեբանական վիճակի վրա, որն արդեն հասկանում է, որ ընդդիմությունը շանս չունի ստանալու մեծամասնություն։ Կառավարող ուժի ներկայացուցիչներն էլ շեշտում են, եթե Հայաստանում իշխանություն լինի մի ուժ, որն այլ երկրին սպասարկելու շահեր ունի, վերադարձել լինելու 2018-ի առաջվա բարքերին, իսկ Հայաստանն օգտագործվելու է այլ երկրի քաղաքական ու ռազմական նպատակների համար։ Մերի Խաչատրյան, Արման Թովմասյան, Դավիթ Դանիելյան, Կիրակ Նորյա լուրեր։